Տիկին Կարապետյան, ես ձեզ լիովին հասկանում եմ, ավելին ասեմ, նույնիսկ ցավակցում եմ, իրոք շատ դժվար էր մի դրական բան գտնել այս կառավարության մասին, որ ասեիք, դա համար ստիպված խոսեցիք ամեն ինչի մասին, բացի նրանից, թե ինչի համար ենք ստեղ հավաքվել։ Իրոք ընդունեք իմ խորը ցավակցությունները, դուք իրոք շատ ծանր վիճակում եք, մեր գործը հեշտ է։ Ուր նայում եք, այս կառավարությունը ձախողել է, 10 րոպեն քիչ է, կարող եմ մինչև վաղը չեմ այսօր կեսօր խոսել։ Կառավարությունը գեղեցիկ դիզայնով մի գրքույկ է ներկայացրել, որը ենթադրաբար պետք է նշել, թե այս գրքույկը լավ ինչ են արել, որ այս մի գրքույկում խոստումները կատարեն։ Բայց կառավարությունը այս տարի նույնպես օրիգինալ չի գտնվել եւ թե այստեղի գրածը եւ թե երեկվա զեկույցը որևէ աղերս չունեին կառավարության ծրագրի հետ։ Չեմ խոսում արդեն կառավարության ԿՊ-ի նախընտրական ծրագրի մասին, չեմ խոսում արդեն Հայաստանի վերափոխման ճոռոմ ռազմավարության մասին։ Բայց կասեք, դե եթե տենց է, սան ինչ է անդրադառնում, որտեղ որոշակ մանրուքներ կան, որոնք շատ ճշգրիտ նկարագրում են այս կառավարության էությունը։ Էջուտ, խոսելով այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակներում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, կառավարությունը զեկուցում է, որ ուրեմն վերջի երկու կետի վերաբերյալ լուծման առաջարկություն է ներկայացրել Ադրբեջանին եւ սպասում է Ադրբեջանի արձագանքին։ Ադրբեջանի արձագանքը բոլորս գիտենք, ճմրտեց այդ առաջարկությունը, նետեց կոյուղի եւ պարտադրեց իրենց լուծումը։ Սա ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյան-Ալիև հարաբերությունների մասին։ Մի կողմից հոխորտանք, ուժ եւ ուժի կիրառման սպառնալիք, մյուս կողմից զիջումների, նվաստացումների եւ պարտությունների մի երկար շղթա, որը պետք է կտրել։ Իշխանությունները կարծում են, թե դավադրաբար Արցախից հրաժարվելը, արցախցիների վերադարձի իրավունքը ուրանալը, Հայաստանում հակաարցախյան տրամադրությունները սերմանելով եւ նույնիսկ Արցախ բառն արտասանելուց վախենալով իրենք կարող են մերժել Ադրբեջանի ախորժակը, արժանանալ նրանց գթությանը եւ ստանալ մի թղթի կտոր, որի վրա գրած լինի խաղաղություն։ Չեք հասկանում, որ այդ խաղաղականությունը խայտառակ կերպով ձախողվել է։ Երեք Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի մասին, դեմոնստրատիվ, նույնիսկ Ղարաբաղ բառը չասեց, ԼՂ ասեց։ Ասաց Մինսկի խմբի ինստիտուտները կլուծարենք, ու տենց մի բան, եթե Արցախը, Ադրբեջանը հրաժարվի, հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխելուց։ Ադրբեջանցիները 3 չէ, 44 օրվա, եթե խնդրեմ պարոն Ռուբինյան, կառավարեք դահլիճը, կամ Հարգելի դահլիճ, զբաղեցրեք ձեր տեղերը եւ լրություն պահպանեք։ Տիկին Վարդանյան, պարոն Վարդանյան, զբաղեցրեք ձեր տեղերը, շարունակեք, պարոն Խաչատրյան։ Ամեն թե հոգնածենք, վաղը կարող ենք շարունակեք։ Հա, պարոն Վարդանյանը տենց էր։ Լավ, այսինքն ինչ է, ադրբեջանցիները 3 չէ, 44 օրյա պատերազմից հետո են մոտեցել մեր տներին։ Չնայած իմ եւ իմ ընկերների համար Ստեփանակերտ ու Շուշին ճիշտ նույնպիսի տուն է, ինչպես եւ Երևանը, Կապանը, Գորիսը, Շորժան եւ Սևլիճը։ Հայաստանից են տարածք օկուպացրել, Հայաստանի խաղաղ բնակավայրերն են գնդակոծության պահում, Բաքվում ուժով, կեղծիքով, հոգեմետ դեղերի ազդեցությամբ փորձում են ցուցումներ կորզել, որոնք կիրառվելու են Հայաստանի Հանրապետության եւ անձամբ գերագույն գլխավոր հրամանատարի դեմ։ Այնպես որ Ադրբեջանի սանձարձակ լկտիության եւ վայրագ ագրեսիվության պատճառն Արցախն ու Արցախահայությունը չեն, Մինսկի խմբի գոյությունը չէ, պատճառը ձեր կառավարության զիջումներն են։ Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը անձնական կարծիք է հայտնել, թե Սահմանադրության նոր տեքստում պետք է անկախության հռչակագրի վրա հղում չլինի։ Վերջերս պարոն Փաշինյանի կարծիքը համարյա բոլոր հարցերում, բացի Ձվածեղի բաղադրատոմսից, համընկնում է Ալիևի կարծիքի հետ։ Ուրեմն ինչու է այս իշխանությունը գնում բոլոր հնարավոր եւ անհնար զիջումներին, հանդուրժում այս ստորացումը, մեկ պատճառով։
հասնել Ադրբեջանի բարեհաճությանը, ստանալ նրանց ստորագրությունը մի թղթիկի տակ, որի վրա գրված կլինի խաղաղություն, դա ներկայացնել որպես Փաշինյանի հաղթանակ եւ դրանով գնալ ընտրություններին։ Այստեղ ամեն ինչ պարզ է, պարզ չէ թե որն է այդ զիջումների կարմիր գիծը։ Մի փոքր հարցել անդրադառնամ Փաշինյանի ղեկավարած հերթական կառավարության ներքին քաղաքականությանը եւ ընդհանրապես հայ ժողովրդի հետ անկեղծությանը։ Ուրեմն 36-րդ էջ 23 թվականի համեմատ 24 թվին 16%-ով ավելացել է անկանխիկ տերմինալներով գործարքների քանակը։ Այս իշխանությունները, այս կառավարությունը մոռանում է այս թղթի մեջ գրի, որ դուք պարտադրել եք ժողովրդին շատ վճարումներ անել տերմինալներով, որ տերմինալները երջանիկ զուգադիպությամբ բոլորը միասին հանկարծ մի գործարքի սահմանաչափը 400,000-ից գցեցին 200,000-ի, հետո 100,000-ի, եւ հիմա 100,000 դրամ փոխանցելու համար 1000 դրամ կլպում են, գրփում են այս ժողովրդից եւ դուք այդ թալանը արդարացնում եք։ Էսա կառավարությունը, մանր ժուլիկությունը։ Դուք սրանով գովերքում եք թալանը։ Մանր ժուլիկության մասին։ Երեք փորձեցիք իմ ելույթը ասել թե որից ինչ էի ասում էի, այն ինչ որ իդեպ ասել եմ 22 թվականի դեկտեմբերի 23-ին, սա էլ արձանագրությունն է, պարոն Թունյան, հարցը ձեզ է ուղղված, որ դուք այս օրենքն օգտագործելու եք լրացուցիչ հարկեր գանձելու համար։ Պատասխանն ինչ էր, վայ, մեզ մեղադրում է բյուջեն լցնելու մեջ, դուք ընդունեցիք, որ դուք հայտարարումը օգտագործելու եք հավելյալ հարկեր մտցնելու համար։ Դուք չզլացա կարդացիք իմ հարցազրույցը Armen Press-ին, ես էլ չզլացա կարդացի ձեր ելույթը եւ կառավարության ներկայացուցչի ելույթը։ Հարկերը եւ մահը անխուսափելի են, բայց պետք է ազնվություն ունենալ, ուրիշի խոսքերը չաղճատել եւ ձեր այս լպրծու խուսանավումներից խուսափել։ Իդեպ որտեղ լինեք, բայց հետո կտամ, սա էլ Շիրակի մարզպետի հարցազրույցն է ամբողջությամբ։ Կարդացեք, թե ձեր ինչպես ոչնչացեցիք այն բոլոր ծրագրերը, որոնք սկսվել էին Շիրակի մարզում, ոնց այդ ամեն ինչը ջրեցիք, եւ երեքսորվա եւ Գյումրիում ձեր պարտությունը, իդեպ երկրորդ պարտությունը, ձեր այս ջախջախելու հետևանքն է։ Իդեպ Շիրակում դուք պարտվել եք Գյումրիում 2 անգամ, Ախուրյանում, Ամասիայում, հիշացնեմ, թե ինչեր արեցիք, որ անի խոշորացված համայնքում կարողացաք ինչ-որ բան փոխել։ Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին ես 2 րոպեում անդրադառնամ։ Լավ, այս ելույթը մի նպատակ ուներ։ Սիրո համերաշխության, այս հեղափոխությունը, սիրո հեղափոխություն եղել է մի անգամ, 60-ականներին դա սեռական հեղափոխությունն է։ Հետո կբացատրեմ, սեքսուալ հեղափոխություն։ հետո կբացատրեմ։ Լավ, Guns N' Roses-ն Army of Love, հետո կբացատրեմ լավ։ Հիմա ինչ էր պարոն Փաշինյանը ինչով էր տենց ներկայացնում, լավ, որ սա մի դարակազմիկ իրադարձություն էր, համադրելի Հայկի բելին սպանելու հետ։ Եվ 26 րոպե, 60 րոպեից խոսեց թալանը հետ բերելու մասին։ Այդ Golden Palace-ի մասին շատ է խոսվել։ Տեղակ եք գոնե, խեր խաբար կա, գործում է, հա, ինչքան փող է բերել, որովհետև տուրիստները նվազել են։ Ու ոնց եղավ, որ գնես մի մարդ եւ շատ ավելի էժան Տիկին Թովմասյանն էր խոսում, ոնց եղավ, որ այդ նույն մարդը գնեց Թովիկ Աբրահամյանի տունը։ Իդեպ ստեղ Նիկոլ Փաշինյանն ասում էր, այդ բոլորը կալանքի տակ են։ Հրաշափառ հրամանով կալանքը վերացավ տունը։ Մի օրով վերացավ, վաճառվեց։ Այն որ ասում եք մեխանիզմ եք ստեղծել, է։ Այդ են մեկ ինչ լավ մեխանիզմ եք ստեղծել հարը ստանալու, թալանելու համար։ Հենց որտեղ պետք չի էլի սենց Գույս Մարիամի ձևով խոսել, ասել ամեն ինչ լավ է, մենք բարի ենք։ Շատ կուզեի անդրադառնալ նաև տնտեսությանը, բայց դա թողենք ուրեմն բյուջեի քննարկմանը։ Ուղղակի մինչև բյուջեի քննարկումը մի հատ փորձեք հասկանալ, էլի այս ոնց եղավ, որ հանկարծ Հայաստանը 4 միլիարդ 191 միլիոնի ոսկի արտահանեց։ Այն դեպքում, երբ ներմուծել էր ընդամենը 441 միլիոն, Ավարտեք, պարոն։ Եվ 180 միլիոն էլ
կներեք 90 միլիոն էլ ընդամենը ոսկե արտադրել։ Այսել մի Պարոն սուկա Խաչատրյան, ձեր ժամանակը վաղուց սպառվել։ հա որ խոսում ենք, կարծեմ պիտի ավելացնեք։ Եվ պարոն 10 վայրկյան Ռուբինյան, ավելացրել պարոն Ռուբինյան, ես կարծում եմ, որ դուք պետքա տենց գոռակ քլչի վրա ասեք, արա, քյո փողլու խելա։ Պարոն Մի Խաչատրյան, բարի խոստացել ես, ասում ես կբացենք Պարոն Խաչատրյան, երբ որ ձեր կուսակցությունը իշխանություն էր 1918 թվականին, տեսանք էլի ում հետ ինչ եք խոսում, ու ոնց ու ինչի բերեց ու այդ ձեր էժան տրյուկները չի անցնում։ Զբաղեցրեք ձեր տեղը, պարոն Կոնջորյան,